բաբա։ Էդ ում բոստանն ես մտնում միթե։ Էս ով այս քեչալը։ Ինչ ասար։ Վելեշկոն, էսի նախքին ամուսինս է։ Բա ինչ է նախքին ամուսին դեք։ Կարող է նախքին չի։ Նախքինս է, հավատա։ Յանի։ Նայիր, հա, առայժմ ողջ մարդ։ Ռուբիկի ես փոքր մարմին չխոփրվես։ Այդ քո մեծ բիլոկների չխոփրվես, Ռուբիկը գիտես ինչ հա։ Ռուբիկը քեզ պատար կոնեմ։ Ցրիվ կոնեմ։ Ամենը կդրոտեմ, հա։ Ասում ես հաստատ նախքին ամուսինը դա։ Բաբա, հավատա, նախքին ամուսինս է, մենք արդեն բաժանվել ենք։ Դու մադամ, այդ երբ դիվորսել է։ Այդ ով է դիվորսոր է։ Այն ժամանակվանից, որ այդ բիորզեն մտավ իմ ու քո արանքը։ Ռուբինա մի նեղացրու, այն աստված ես դրա արանքը չեմ տեսի, բաբա։ Հիմա էլ իմ աշկն ա կպնում ու քեզ չեմ տեսնում։ Ռուբինա կրակի հետ ես խաղում։ Ռուբինա դու միշտ սխալ ժամանակներ սխալ բաների հետ ես խաղում, Ռուբինա։ Որտեղ կանգնեցինք, բաբա, անունդ ինչ էր։ Անունս կարելի է ձեր տատիկը։ Սերոբ։ Ռուբինա։ Նայր Ռուբինա, այդ կողքիդ քոսխորին ասա թող վերկանա ու ռադենիստերից քոսի պատոր չեմ արե։ Ռուբինա դու գիտես, ներվայն եմ բռնում արդեն։ Ներվայն եմ բռնում Ռուբինա։ Ու շադիր նայր երկու մատովս խեղդում եմ հիմա, երկու մատով։ Հիմա տեսովում է խիղ։ Ռուբինա հիմա սան երկու մատով խեղդել։ Դու անհարմար ամեծ մարդ։ Ռուբինա! Ռուբինա! Էս դու ինը։ Ռուբինա! Ռուբինա, մի խաղդվի, ընթավ ես տրամապի, կործա։ Ճունգիս կորա, պետ չէ խպել։ Ես ինչ տարօրինակ լռություն է։ Հա, մի տեսակ անսովոր է։ Ձեր տունը միշտ մարդ կա։ Ճիշտ է։ Ալեքսը ամեն օր ընկերների հետ գնում են, գալիս են։ Մենք սովոր ենք։ Ես սիրում եմ։ Ալեքսի ընկեր Դավիթն էր զանգել։ Ուզում էր տենալ Ալեքսը ուրա։ Իսկ Ալեքսի հեռախոսը անջատած էր, ճիշտ է։ Անջատել է հեռախոսը։ Երկուսն էլ անջատել են։ Որովհետև որոշել են հանգստանան, ու դա նորմալ է։ Երևի։ Իսկ պարոն Անդրեասը քնած է։ Պարոն Անդրեասը կարծում եմ արդեն քնել է։ Խեղճը թայ ուզեց մոռացա տանեի։ Գնամ պատրաստ եմ։ Պատրաստի, բայց քեզ համար։ Պատրաստ եմ։ Ստեղ ենք մնալու, Ալեքս։ Հա, ինչի։ Չես ուզում։ Լսի, ես չեմ կարողանա այստեղ քնել, շատ վախենալու է։ Ոչ հեռախոս է բռնում, ոչ մարդ կա։ Լավ չի, որ մենակ ենք։ Ես չէի ուզում։ Հա, շատ սիրուն այստեղ։ Բայց ես լրիվ ուրիշ բան էի ուզում։ Ես մարդավարի մեղրամիս էի ուզում, որ օրինակ գնայինք Մալդիվներ կամ Հավայան կղզիներ։ Գնայինք ավազի վրա պարկեինք, մտնեինք օվկիանոսը։ Հետո գնայինք մեր համար։ Մնացածը կա։ Մնաց լողափն ու ավազը։ Ամեն ինչ կամաս տեղը կնի։ Մինչև գործը չփակվի։ Արի այդ մասին չխոսանք, էլի կյանքս։ Արի մեր գիշերը չփչացնենք։ Արի մոռանանք ամեն բան, մեր մասին մտածենք։ Կյանքս։ Արի ամեն բան մոռանանք։ Մեր գիշերը հայելիք։ Ստեղ են։ Մի րոպե, դու հիմա ինձ ինչի ես բերել ստեղ։ Ես որպես ինչ եմ գալիս։ Ես քեզ արդեն բացատրեցի, դու որպես ինչ ես գալիս ստեղ։ Հա? Իսկ դուք Սոնային էլ եք բացատրել։ Էվա Սոնան կհասկանա, դու արա այն, ինչ քեզնից հասնում է։ Դու Սոնայի մասին ընդհանրապես մի մտածի։ Դե իհարկե։ Ոնց որ թե մենակ ես պիտի բոլորին հասկանամ, իսկ ինձ ոչ ոք չի հասկանում, այդ ինչի։ Դու Ալեքսի հետ պայմանավորվել ես, չէ՞։ Պայմանավորվել եմ, բայց հիմա փոշմանել եմ, որովհետև ինձ այդ փողը պետք չի։
Ինձ Ալեքսն է պետք։ Դե որը տենց է փողը հետ դուր։ Կամ գոնե կեսը մի վերցրու։ Դե հա, Դու շատ լավ գիտես, որ Ալեքսը Սոնային է սիրում։ գիտեմ։ Իսկ ես էլ Ալեքսին եմ սիրում։ Բայց դե իմ զգացմունքների մասին ով է մտածում։ Ես ով եմ, որ իմ զգացմունքները կարևորվեն։ Դու դեռ կգտնես քո սերևը։ Գիտեմ, անպայման։ Լսի, արի դու սրան վերաբերվի որպես գործ։ Կլինի։ Դու օգնում ես Ալեքսին ու Ալեքսը դրա դիմաց քեզ վճարում է։ Արդար է, արդար է։ Արդար չի։ Այս կյանքում ինչն է արդար, որ։ Գիտես, որն է ամենացավոտը, որ ճակատագիրը շատ վատ խախաղած ինձ հետ, որովհետև այն տղամարդու մասին ես երազում էի ու վերջապես մտածեցի, որ իմ ամուսինն է հենց ամուսնական առաջին գիշերը իմացա, որ այդ իրավունքները ուրիշին են պատկանում։ Էդ արդար։ Դե լավ շատ խորացար։ Հետաքրքիր է, որ իմ տեղը լինեիր, ինչ կանեիր։ Դու արի սրան որպես գործարք վերաբերվի, կլինի։ Գնացինք։ Չի ստացվում, որովհետև ես հիմա այն փոքր երեխեքից եմ, ում ձեռքը տվել են իր սիրած խաղալիքը ու հետո վերցրել են։ Դրել են պահարանի վերևում ու ասում են չի կարելի։ Ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այդ մտքի հետ։ Չեմ կարողանում հասկանամ։ Վերջացրեցիր ասելիքդ։ Առաջ անցի։ Էլ տենց բաներ չանես, Ռուբինա։ Չեմ անի։ Այն աստված շատ իմ վախից է։ Գնացի մեն աշխարհ հետ եկամ, բաբա։ Բաբա, ես իսկի հետ չեմ էլ եկել։ Նոյա, քանի այդ բիորզենը տեղա։ Ես այդ երկու մազ մնացերա վրեն, ես այդ երկու մազներ եմ փոքերում։ Ռուբինա, դե մի նեղացու։ Մի նեղացու։ Ես քեզնից բացի ուրիշ մեկին չեմ նայելու, չեմ էլ նայի։ Չնայես հա, նայա։ Գնայեմ, հա։ Արի երթանք համար։ Երթանք համար։ Արի գնանք համարը հանձնենք։ Երթանք Սոնայի տուն։ Հեր, բաբա։ Մենք էլ ենք ջահել, հերս ասում, մենք էլ երթանք համար, հիշենք ինչին կանում, բաբա, այսօր Ռուբիկը քեզ գիտես ինչա ցույց տալու, առնական հնարավորությունները։ Ռուբինան շատ լավ գիտե այդ արվեստի ուժը։ Հետո այսօր բախտդ բերել ահա, Հեր, սպեշլի տակ ես ընկել։ ես քո սպեշլներից լավ էլ գոհ եմ։ Որպեսզի դուք չզգաք դիսկոմֆորտ, թոթրակ, իրավաբանական ծառայություններ եւ խորհրդատվություն, ձեր հարմարավետությունն ու անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթ է։ Զանգեք հիմա 888 980 8081 կամ այցելեք D-Star Collision Center։ Վստահելություն, արագություն եւ գերազանց սպասարկում։ Նոր տարին ենթադրում է նոր կյանք, նոր ձեռքբերումներ ու նաև նոր երիտասարդ տեսք։ Ու առաջին բանը առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երբ կա Կուրոքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու՞ չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապտես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Կուրոքս։ Դուք նորից երիտասարդ եք։ Skinnovate Med Spa-ում քեզ սպասում են ամենատրենդային բյութի ծառայությունները՝ Botox, Filler, Microneedling, VI Chemical Peel, PRF, Laser Hair Removal, Laser Facials, ու նաև Lymphatic Drainage Massage Dry Sauna-ով։ Մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Innovation that touches your skin։ Զանգահարիր հիմա 818 220 0220։ Ավելի քան 30 տարվա փորձառությամբ Եղնիկ ռեստորանը հրավիրում է ձեր բոլոր առիթներն անցկացնել մեր գողտրիկ անկյունում։ Մենք մատուցում ենք նաև քեթրինգ ծառայություն։ Մեր գները անհամեմատ ցածր են շուկայականից։ Մեր տեղը անփոփոխ է 13 108 Sherman Way։ Զանգահարեք հենց հիմա 818 765 1401 հեռախոսահամարով եւ մենք ձեր օրը կդարձնենք գիշարշա։ Девочка, стоп, не надо. Поверь же мне, я парень, то, что надо. Хочу я быть всегда с тобою рядом, дыханием сердца твоего.
Ինչ լավ է բացեք։ Ավտոսա փչացել, մի հատ կարաս նայես։ Խփած է։ Խփացել է։ Որ մասը։ Դե մի հատ նայ էլի, ամբողջը նայ մի հատ կողքերով։ Մեկ էլ ջուր ունենք ստեղ, որտեղ Այս կողքը։ Ստեղ։ Ախպերս, բայց խփած չի։ Խփած չի խփեմ։ Այս պատին խփեմ, թե այն պատին։ Ախպեր գնա, հա, գնա դեղերդ խմի։ Գնա։ Կամերաները, ժուչոկները տեղադրել եմ։ Իրանց բոլոր բիզնեսներում սա կամերա ու ժուչոկներ է տեղադրած։ Լավ։ Հիմա տենամ ուր դեղ ես ինձանից փախնելու, Ալեքս։ Ալեքս կապը հետ եկավ։ Հա։ Ինչ լավ է։ Արմանն է ինձ գրել։ Ինձ էլ ա գրել։ Բան ա եղել, Ալեքս։ Լավելու կարիք չկա։ Մի լավ։ Արմջան։ Ես տեսա նավը։ Ես ոնց հասկացա դու ստեղ ես։ Ովքերով եք ստեղ։ Դե ես ու Էվան։ Ինչ ա եղել։ Արմանը Էվային ա բերել։ Բան չունեմ ասել։ Սան։ Ինչ ես Էվային բերել։ Ասում էի, չէ՞, խնդրելու ես, որ գամ։ Ապա պիտի Էվան կողքդ լինի, շատ վտանգավոր է։ Որ ինչ։ Ինչ ա եղել։ Արդ ես։ 1, 2, 3, 4։ Վերջը քոնը արիր էլի դու։ Ինչ ա եղել։ Հիմա ինչ եմ արել։ Ինչ ա եղել։ Ինչ ես արել։ Ալեքսին փուրն ես տվել հերիք չի եկել ես ծաղիկ ես առաքում հիմա է։ Այս ինչի մանամ այդ ապուշը կձայնագրի ինձ։ Մի բերանե չես ասում որ տենց բան կա, չեմ հասկանում։ Ախ ինչ ասեմ ախպեր։ Ես գիտեմ որ իրար հետ խոսացինք, ամեն ինչ հասկացանք, տեղը գցինք, գնաց, գիտեմ նորմալ տղա է ու տող խմող։ Մեկը հոպ, հանեց հեղախոս կողեց աշկս։ Դու գոնե հասկանում ես որ քո խոսալուց հետո Ալեքսի դեմ նորից գործ են հարուցել։ Սաղ նորից սկսվում է։ Հասկանում ես էդին։ Ահո, լավ է։ Բա հիմա ինչ ենք անելու։ Դու որ հերո ես մնում։ Հələ որ մի հատ ինչ արել ես, մարսենք հասկանանք ինչ են գլնում, հետո կհասկանան։ Այստեղ մի րոպե։ Ինչի հիմա վրայա գործ հարուցում։ Հա։ Էշ խոսալուտ պատճառով է տենց եղել։ Հիմա ամեն վարքյան կանան բռնեն այդ տղուն, հասկանում ես դու էդի։ Փաստորեն այդ լուրջ էր ասում որ իր զայնագրելը, հա։ Ինչ ես դու խոսացել ընդհանրապես, հələ մի հատ ինչ ես խոսացել այդ ասա։ Ախպե, բան չեմ ասել, մենակ ասել եմ գինը 10 կտանք, վերջ։ Վատես դու չեմ հասկանում։ FBI աշխատողինով է կաշառք առաջարկի։ Անչե FBI աշխատողը մարդ չի, իրան փող պետք չի։ Ախպերական կլինի դու ընդհանրապես չխոսաս։ Սուս մնա, вообще ձեն մի հան։ Okay։ Օքեյն է մի ասա։ Ապե, այն մեր ախպերը շատ լուրջ ապացույցներ ունի։ Բայց ինչ ապացույցներ կարող ունենա։ Ապե, Արմենը Արսենին կաշառք առաջարկել։ Նա էլ ձայնագրել է,
Հասկանում ես ինչ լուրջ ապացույց է։ Ապուշա դա։ Ինչը քիթո կողում ամենտեղ ինչ որ իրան չի վերաբերում։ Ասա այդ քո խելքի բանն է որ անում ես։ Ինձ էլ գցում կրակի մեջ։ Դե հիմա էտա։ Ունենք այն ինչ ունենք։ Ալեքս, լսի քեզ ինչ եմ ասում։ Այս պահին Էվան պիտի քո կողք կլինի։ Դու բացատրի Սոնային, որ հասկանա Սոնան այս ամեն ինչը։ Այ հորս Սարև, ես չեմ կարող հասկանալ։ Սոնային ոնց բացատրեմ։ Սոն։ Սոն, Ոնց հասկացա, մենք իրանից բրծում չունենք։ դու հասկանում ես, որ բարդացել ամեն ինչ մի քիչ։ Ես ամեն ինչ լսեցի։ Ես իրականում հասկանում եմ, որ քո մեղավորությունը չի, որ հանգամանքներն են այսպես դասավորվել։ Բայց կներես, ես ինչ չեմ կարող ստիպել հանդուրժել դրա ներկայությունը։ Չեմ կարող, կներես։ Սոն, Ուզում եմ մենակ մնալ։ Խնդրում եմ։ Ես դու քնած չես։ Ես էլ ասեցի վաղուց գնացե քնել ես։ Չեմ քնել։ Ալեքսը սանգել է։ Ոչ, այդ երեխեքը հազիվ մենակ են մնացել, ինչ սանգի։ Այս խնամիները, Թեյ։ դրանք են որոշել մենակ մնալ։ Այո, խնամիներն էլ են որոշել մենակ մնալ։ Այսօր բուրըն գիշեր է սպասում։ Ինչ էլ հավես ունեն։ Ինչի՞։ Այդ ինչ ա եղել իրանց հավեսին։ Ալեքսի գործերը լավ չի։ Այսինքն, ինչ ես ուզում ոնց լավ չի։ Այսինքն փաստաբանը տղուտ է ման գալիս։ FBI աշխատակիցը կարողացել է տղուտ դեմ փաստեր գտնի։ Ой, моя голубка, безумная влюбленность. Ой, моя Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentallux, ուղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն, ուղակի եկեք և մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք, Dentallux, գերարդիական կլինիկա, 818 418 5555 Համայնքում մեծ ճանաչում վայելող Փախլավա ֆակտորին շարունակում է անակնկալներ մատուցել ու զարմացնել իր հաճախորդներին։ Լիբանանյան անուշահամ քաղցրավենիքները, պատրաստված հատուկ լիբանանյան բաղադրատոմսերով, ոչ միայն հայտնի են համայնքում, այլ նաև սիրված ու արդեն իսկ շուկայում իր տեղը զբաղեցրած։ Բազմազան տեսականի անուշահամ քաղցրավենիքներ, անգամ դիաբետիկ մարդկանց համար նախատեսված անուշեղեն։ Իսկ այս ամենը կարող եք ձեռք բերել Glendale, Encino, ինչպես նաև North Hollywood քաղաքներում։ Փախլավա ֆակտորի, նվիրեք ձեր սիրելիներին մի բուր քաղցրություն։ Our Family Market. Welcome to Our Family Market. Ձեր ընտանեկան խանութը, որտեղ գները մաչերին, սպասարկումը հաճելի, իսկ մթերքները փառմ ու սննդարար։
թարմ ու բարձրակ մսամթեր, կատնամթեր, ընդեղեն, մրգեր ու բանջարեղեն, լավագույն գներ եւ ջերմ ընկերական սպասարկում։ Տեղում պատրաստվող սննդամթեր, քյուֆտա, բլինչի, սալատների տեսականի, ճաշեր ու անուշահամ խմորեղեններ։ Արաքում ու հաճելի սպասարկում։ Our Family Market, երբ գնումները հաճելի են ու անչափ համեղ, հիշեք այս անունը, Our Family Market, զանգահարեք, պատվիրեք, այցելեք մեզ ու դարձեք մեր ընտանիքի անդամը։ Լեբրանդ, անմահական խոհանոց, նորաբորջ ու նրբահամ ուտեստներ, ծովամթերքների հարուստ ընտրամի, յուրահատուկ համ և գեղեցիկ մթնոլորտ, ջերմ ու արագ սպասարկում, կենդանի երաժշտություն և անզուգական բենդ, որը ձեր օրը կդարձնի անմոռանալի։ Իսկ եթե ունեք գործնական կամ բիզնես հանդիպումներ, կարող եք այն կազմակերպել մեր բարձրօթյա սրահում կամ առանձնանալ VIP սրահում։ Ունեք առիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Լեբրանդ, երբ հաշվի առնվում յուրաքանչյուր մանրուք։ Լեբրանդ, համին ոճի ներդաշնակություն։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ինչը։ Դե այն, որ մենք երկուսով բառից բուն ու փոխաբերական իմաստով նույն նավի մեջ ենք։ Ու քեզ գիտես ինչ խորհուրդ կտամ, որ ոչ թե մենք իրար դեմ պայքարենք, այլ իրար հետ պայքարենք, որ Ալեքսը չնստի։ Ախր ես լավ գիտեմ, թե քո ուզածն ինչ է։ Ու այս բարի աղջկա դիմակի տակ ինչ պլաններ են թաքնված։ Ու շատ վատ է, որ ես հասկանում ու տեսնում եմ, թե ինչ է կատարվում քո ներսում։ Ես Ալեքսի հետ կապված ոչ մի հույս չունեմ։ Ու չեմ էլ կարա ունենամ։ Դրա համար ես դրա փոխարեն ընտրել եմ մյուս տարբերակը։ Ու դրանով եմ սփոփվում։ Իսկ մյուս տարբերակը փողն է։ Ու դու պատրաստ ես, չէ՞, հանուն փողի։ Մարդիկ հանուն փողի ամեն ինչի են պատրաստ։ Դե ես էլ բացառություն չեմ։ Ու դու չես երազում Ալեքսի մասին։ Երազում եմ։ Բայց մենակ երազում եմ։ Շատ անկեղծ եմ, մի նեղվի։ Գիտես, դու ընդհանրապես ճիշտ կանես, որ ինձ հետ լավ լինես։ Որովհետև այդ մենակ քո շահերից է բխում։ Ու քո երջանկությունը ինձանից է կախված։ Սիրելիներս, մեղրամիսս դեռ նոր է սկսվում։ Ծով, որ վկան է մեր անմեղ սիրուն։ Հիմա իրար խառնվելու ժամանակը չի։ Մենք պիտի ստապ դատենք, որ կարողանանք հասկանանք, թե Ալեքսին ինչով կարող ենք օգնել։ Բայց եթե ապացույցներ ունի, այդ նշանակում է, որ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Մենք էլ հակառակը կապացուցենք։ Եզր մի զանգի, անհասանելի է։ Հանկարծ տնից դուրս չգաս։ Աչքերը 4 արած նայի 4 կողմդ։ Դրանք չբերեն տանը մեջ մի բան դնեն։ իրոք կարծում ես, որ Վստահ եմ, որ կանեն։ Իրանց ապացույց է պետք։ Իսկ ապացույցը մեր տանն է։ Սո։ Բառ չեմ խոսում, որ չվիճենք, Ալեքս։ Ես ասեցի չէ, որ ես ամենը ժամանակավորա կյանքս։ Ուղղակի ես չգիտեմ, թե ինչքան կդիմանամ։ Գիտես դժվար է գիտակցությունդ արթուն պահել, սթափ մնալ, երբ ինչ-որ մեկը երազում է քո ամուսնու մասին։ Դու մի հանգստաց, իրավունք բան չի ստացի կյանքս։ Եթե ես նման բան զգայի, ոչ մի վարքյան կողքի չէի մնա։ Ու դու էլ շատ մի ուրախացի։ Ինձ դուր է կարևոր դու խանդում ես, գիտես։ Իմ խանդոտ։ Լուծ կժվում եմ։ Լսի ներվայնանում եմ, կատաղում եմ։ Ինչի պիտի ես իմ մասնակցություն ունեմ, ես հիմար անիմաստ շոուի մեջ։
Ես քեզ խոսք եմ տալի, որ դի երկար չի տևել։ Հա, աշխատի որ շուտ ավարտվի։ Մեջ ես այդ կես կիլոյի վերջը կտամ։ Դու շատ չես խոսում արդեն։ Բան ենք կորցրել։ Հա, ամուսնուս էի ման գալիս գտա։ Ոնց որ ուրիշի ամուսնուն ես գտել, մի հատ լավ նայի։ Բարի լույս, բանես։ Բարի լույս։ Ես ինչ սիրուն ես հագնվել։ Աշխատանք ես գնում։ Ահա։ Ապրես, դե հիմա քեզ համար նախատարժան դնելու։ Վայ, չէ, ես արդեն ուշանում եմ, պետքա գնամ։ Սպասի։ Աննա ինչ եմ վերցրել Family Market-ից։ Մի հատ դու տես, ես ինչ աղցանա համո։ Իսկ սա գիտես ինչա։ Ուզում եմ ուղակի փորձես, ձմերուկի թթու, սենց բան չես կերել։ Կտանես, աշխատողներիդ կհյուրասիրես։ Անպայման։ Իսկ պարոն Անդրեասը շուտ է գնացել։ Վաղուց։ Հա։ Այսօր կգան ծնողներդ։ Կարծում եմ հա։ Լավ։ Ես կզանգեմ Ռուբինային ու կհարցնեմ։ Դե, ես գնացի։ Մերսի շատ։ Մա։ Պապատա։ Մի ասա որ ստեղ ես կարող լսեն հեռախոսդ։ Ալո։ Արման ջան, Բարև ձեզ, լավ եք, ամեն ինչ կարգին, հա։ Ալեքսեն չի հեռախոս տանջատել։ Չգիտեմ, ես Ալեքսից տեղյակ չեմ։ Հաստավանն է զանգել Ալեքսին աման գալիս։ Հասկացա։ Լսի, այս ամեն ինչը շատ վատ է։ Այդ աղջիկան Էվային ներտուն բեր։ Ես պետք է ապացուցի, որ Ալեքսի ասում եմ FBI-ը ինչ պետք է ապացուցի, որ Էվան Ալեքսի կինն է։ Սոանել Էվայի մորքուրի աղջիկն է։ Ես այլացրողները գնալու են Պարսկաստան, ինքն հետներն է գնալու։ Ինչ։ Արման ջան Ալեքսին ասա, որ ամոթ է, թող Էվայի հարազատները գնան, հետո ինքրանք մեղրամիսը վայել են։ Ինչ որ բան է եղել։ Ավելի ճիշտ հենց նոր լիքը բան փոխվեց։ Ես անհամբեր Թորանս եմ սպասում։ Թորանը։ Լավ, խոսանք։ Դրանք եկել էին հետևիցս։ Պապան կոդերով էր խոսում։ Ինչ անենք։ Հետ գնանք։ Գնալ տուն, նշանակում է կալանավորվել։ Չգնալ, այդի ավելի է բարդանում։ Ոյ Արմեն, ես ինչ կրակի մեջ եմ ես գցել արա էդի։ Մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Բոլոր ժամանակների ամենասիրված հիթեր դարձած հին ու նոր երգերի կատարմամբ։ Ակվակալենտեի շքեղ համերգասրահի բեմում կլինի Արկադի Դումիկյանը։ Շտապեք այցելել հենց հիմա rmtickets.com տոմսերը ամրագրելու համար, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Հանդիպում ենք մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում։ Ավելի քան 23 տարվա փորձառությամբ անշարժ գույքի մասնագետ Արմինե Սոլակյանը ձեզ կօգնի ձեռք բերել բնակարան շուկայի լավագույն արժեքներով։ Նրա հմուտ թիմը կերաշխավորի կարճ ժամանակահատվածում ձեր իսկ երազած բնակարանի ձեռքբերումը առանց ավելորդ մտահոգությունների։ Վստահեք Արմինե Սոլակյանին, ձեր ապագայի ամենամեծ ներդրում։
Մարինա Սամսոնը դաշնային քրեական գործերով փաստաբան է, իրավունքի պրոֆեսոր, ԱՄՆ Գերագույն դատարանի պալատի անդամ, ով ունի ԱՄՆ իրավապահ եւ արդարադատության համակարգերում աշխատանքի հարուստ փորձ։ Նրա կարիերան ընդգրկում է ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմի աշխատանքը, ինչը նրան տալիս է բացառիկ պատկերացում դատախազության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դաշնային քրեական գործերի վարման, դրա դեմ արդյունավետ պաշտպանություն կառուցելու եւ վստահորդների շահերը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես դաշնային քրեական գործերով փաստաբան, նրա մասնագիտացումը ընդգրկում է ֆինանսական խարդախությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությանը վերաբերող գործեր, այդ թվում ռիկո գործեր, բանկային եւ էլեկտրոնային խարդախություններ, փոստային եւ արժեթղթերի խարդախություններ, առողջապահական եւ ապահովագրական խարդախություններ, հողերի լվացման գործեր, անձնային տվյալների գողություն եւ ֆինանսական հանցագործություններ։ Նրա առաքելությունն է պաշտպանել իր հաճախորդների ազատությունը, հեղինակությունն ու ապագան։ Flaming Flavor շաուրմա, միայն թար մսից պատրաստող հյութալի ու անմահական շաուրմաներ, հավի, տավարի, խոզի, կոմբո պլեյթեր, 6 ու 12 հոգու համար նախատեսված, սալատների տեսականի, լցոնած կարտոֆիլ ու ածուխի վրա պատրաստվող անմահական խորոված ու հյութալի քյաբաբ։ Կարող եք պատվիրել Grubhub, DoorDash եւ Uber Eats տարբերակներով։ Կարող եք նաեւ համենալ մեզ մոտ ու ճաշակել հենց տեղում։ Flaming Flavor շաուրմա, Երևանյան համն ու բույրը գլնդելու։ Flaming Flavor, երբ ուտելն իսկական հաճույք է։ Lexi Primer, ձեր մեքենայի լավագույն բժիշկը։ Ձեր մեքենան միայն հարմարավետության միջոց չէ, այն ձեր կյանքի ապահովությունն է, ու մենք դա հասկանում ենք։ Lexi Primer Body Shop-ը առաջարկում է ամբողջական խնամք ձեր ավտոմեքենայի համար, արագ, որակյալ եւ վստահելի։ Ներկման եւ վերանորոգման բարձր որակ, մասնագետների թիմ, որը հոգում է ամեն մի դետալի մասին։ Ժամանակի խնայողություն եւ հարմարավետ սպասարկում։ Lexi Primer, զանգեք մեզ կամ եկեք անձամբ տեսնելու տարբերությունը։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Քնից չհանեցին։ Պիտի քնեմ, որ քնից էլ ունես։ Խոսացել ես Արմանի հետ։ Արմանը հետ է։ Արզա։ Դու ուր ես։ Ես եկել եմ Distar Collision։ Տենամ մի երկու հատ ավտո կար պատրաստա թե չէ։ Ապրես լավ ես արել։ Գոնե այդ պահով չմտածում։ Դու գիտես, որ ստեղ երբեք հարց ու պատասխան չի լինում, ամեն ինչ մակարդակով է արվում։ Այս պահով հանգիստ եղի, դու մենակ ասա ինչ անենք։ Ես շատ գիտեմ, ինչ անեմ, որ ձեզ էլ ասեմ։ Այդ ապուշը նենց է խառնել, չեմ էլ ուզում զանգեմ այդ փաստաբանի հետ խոսամ։ Ախպերս լավ կլինի, չմտածես։ Ես հələ որ լավ բան չեմ տեսնում։ Այդտեղ ուշադիր եղի։ Խոսանք, օքեյ։ FBI-ը ստեղա։ Գնալա պետք ցեղից։ Տուն ենք գնում։ Օրս սարևետի ավելի վտանգավոր է։ Բա ինչ անենք։ Անի դու գնա տուն վարձի, մի երկու օրով։ Հետո կտենանք ինչ ենք անում։ Ռուբինա, ջիգյարը դու դե մեր թանկ խնամու տուն։ Բաբա չեմ ուզում երթամ։ Ուզում եմ երթամ մասաժ ելնեմ, իմանում ես։ Խոբ բաբա $200 տանում ես 10 որ քեզ ճմրեն։ Այ բաբա ափսոսում ես համար ես։ Ես կճմրեմ բաբա։ Ափսոսելու խնդիրը չի։ Երեք ամբողջ գիշեր քեզ մասաժ արամ, մի հատ կոնֆետ չտվար։ Չեմ ասում մնացած բաները։ Խոբ հիմա ափսոս երդում ես $200 տաս որ նորեն քեզ մասաժ անեն։ Ինձնից թանկ չի։ Ես պիտի տամ պատրաստ եմ։ Սրանից հետո ես ինձ սիրելու եմ։ Խոբ միջև է չէր սիրում։ Սրանից հետո ավելի շատ եմ ինձ սիրելու։ Իմանում ես ինչի։ Որտեվ ես ինձ երբ որ սիրեմ, դու ինձ ավելի շատ ես սիրելու, գժվելու ես իմ համար։ Չի արժում, բաբա։ Արի միասին ռելաքս լինենք։ Ձերդ կբռնեմ, գլուխդ կշոյեմ, նոյեմ աչքերիդ մեջ իմանում ես ինչ ռելաքսա։ Աղքատի ռելաքսա։ Հիմար կնոջ ռելաքսա։ Ես երեք հասկացամ, թե ինչ է նշանակում հարուստ կին լինելը։ Իրան հարգելը։ Չեղավ։ Ես քեզ մենակ չեմ թողնի։ Ես մենակ չեմ երթամ, մի անհանգստացի։ Կզանգեմ Էմիլիային,
կասեմ, արի դու էր ռելաքս եղի, թող ինքն էլ գա, մեկ քիչ հասկանա թե դա ինչ է նշանակում։ Երթանք իրար հետ է։ Խոպ Էմիլիայի հետ որ երթաս այդ ամեն ինչ ինչքան անստելու վրա։ Հեյ բաբա, դե բավական է։ Անուղելի մի բան է այս մարդը, անուղելի։ Մեքենատ նավահանգստում մնաց։ Դա կարող է մտածի, որ մենք նավի վրա ենք։ Ալեքս։ Ալեքս։ Այս ամենից դուրս չի գալիս։ Սենց փախնելով էլ հարց չենք լուծելու։ Ես պետք է լոյերի հետ խոսամ։ Հայելի խոսաս, բայց արի սպասենք, տեսնենք ինչ լուծում առաջարկում նոր։ Բայց վատ տուն չի, հա։ Բայց ասում Ատենս Կանգնեք մի հատ էլ ես ձեզ նկարեմ։ Շատ սիրուն զույգ եք։ Իհարկե։ Կարող ես մի քիչ համեստ պահես։ Այ քեզ բան, բայց ես ինչ եմ արել։ Ընդամենը իմ ամուսնուն եմ գրկում։ Ինչա իրավունք չունե։ Ոնց որ սիրում ես ավելի սրտվել, հա։ Բայց առիթները առանց էլ քիչ են լինում, ու հենց առիթը լինում, պետք է հասցնեք օգտվել։ Բայց ոնց որ դու ես ուզում օգտից օգտվես, հա, Ալեքս։ Ու ասեմ, որ շատ հաճելի է այդ բանը։